Բարև ձեզ։ Պատերազմն այո կհրապուրի Ռուսաստան մեկնող միգրանտին, փողն այստեղ մի քանի անգամ ավելի է, քան որևէ խաղաղ ու հաջողակ գործում։ Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավարն երևի ճիշտ է, որ հազարավոր միգրանտներ արդեն ճակատում են բարձր դրույքաչափով։ Այնպես որ միգրացիոն պերմանենտ խստացումները հենց այդ ճանապարհն են սպասարկում, երբեմն առանց հետադարձ հասցեի։ Այլ հարց է, որ ոչնչանում են խորհրդային վերջին փշրանքները, որոնք 7 տասնամյակ շարունակ փաթեթավորվել էին բազմազգ ընտանիքի դրոշով, եւ որը զարդարել է նաեւ հայ-ռուսական բարեկամությունը։ Հայաստանում պրոֆեսիոնալ բանակի հիմքեր են փնտրում, ինչպես են փնտրում այլ հարց է, բայց դա է լուծումը, ինչպեսին գտել է 5.5 միլիոնանոց Ֆինլանդիան, իր համախառն ներքին արդյունքի 2%-ը դնելով երկրի անվտանգության բարձիկին։ Երկրորդ համաշխարհայինից տարածքային կորուստներ կրած երկիրն այսօր ունի 280 հազարանոց գործող բանակ ու մոտ 900,000 պահեստազոր։ Ֆինլանդիան չունի հայության նման սփյուռք, բայց ՆԱՏՕ-ի օրինակելի երկրներից է, որին հասել է բացառապես իր ներքին արդյունքի կառավարմամբ։ Այսքանով հանդերձ որոշողը միգրանտն է, այդ թվում եւ հայ, որտեղ իրացնի քաղաքացիական պարտքը, որը մի ժամանակ կոչվում էր միութենական, հիմա օտար։ Հարցն այո հենց այդ սահմանին է, միայն թե որոշեք առանց պաթոսի, զուտ ազգային բանականությամբ, որ ընտրությունն է արժանապատիվ, հայկական բանակը, թե օտարի մսաղացը։ Հաջողություն։